Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Մոսկվան Անկարային գործարք է առաջարկում մեր երկրի հետ կառուցողական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի անձնական աշխատանքային կապերը ներկա փուլում Թուրքիայի կայունության, նրա արտաքին քաղաքական դիրքերի կայունության կարևոր գործոնն են, և Անկարան ոչ մի դեպքում դա չպետք է անտեսի, գրում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տեղաշրջագիտության ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության դիվանագետների ասոցիացիայի անդամ Վլադիմիր Պրիախինը։ Նրա գնահատմամբ Թուրքիան այսօր գտնվում է 1920 թվականի իրավիճակում, երբ Անտանտի երկրները պարտադրել էին Սևրի զավթողական պայմանագիրը, իսկ ազգային հայրենասիրական ուժերը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ պայքարում էին հանուն ազգային ինքնիշխանության։ Այդ պայքարը հաջողությամբ պսակվեց հիմնականում բոլշևիկյան Ռուսաստանի բարոյական և նյութական աջակցության։ Ավելի քան մեկադարյա վաղեմության փաստը վերահաստատում է ռուսաստանցի դիվանագետ քաղաքագետը։ Վլադիմիր Պրիախինը միանշանակ պնդում է, որ Էրդողանի դեմ Թուրքիայում սկսած ընդդիմադիր շարժումը հովանավորվում է Բրյուսելից։ Վերլուծության հիմքում այն կանխավարկածն է, որ Եվրամիությունը մտադրված է Թուրքիայի զինված ուժերը ներգրավվել Ուկրաինայի աջակցության ծրագրում և հատուկ ընդգծում է, որ թուրքական բանակն ի տարբերություն եվրոպական երկրների զինված ուժերի մարտունակ է, որովհետև մշտապես փորձություն է ձեռք բերել մարտադաշտում։ Պրիախինը խստագույնս քննադատում է Ռուսաստանի փորձագիտական որոշ շրջանակների, որ մտածում են Կարսի և Բայազետի գրավման հիշողությամբ և համարում են, որ միջուկային մեկ ռումբի հարվածը բավական է, որպեսզի Ռուսաստանը տիրանա Բոսֆոր վադարդանել այն։ Չափազանց ուշագրավ է, որ այս հոդվածը հաջորդում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությանը, որը Թուրքիան կարող է երաշխավորել Սև ծովի անվտանգությունը։ Արևմտյան մամուլի մի շարք հրապարակումներ տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի եվրոպական խաղաղապահ զորախմբին մաս կազմելու մտադրություն ունի։ Ռուսաստանի համար դա ամենացանկալի տարբերակը կլինի։ Մոսկվան գերազանց գիտի, որ Թուրքիան Ղրիմը համարում է օսմանյան ժառանգության մաս։ Ըստ էության, այդ ժառանգության մաս է նաև այն տարածքների մի շարք զգալի հատված, որը Վլադիմիր Պուտինն անվանել է Նովոռուսիա։ Ուկրաինայում թուրքական զինված ուժերի ներկայությունը Պուտինի համար հավերժական անեծք կլինի։ Դա կնշանակի 250 տարի հետո Թուրքիայի վերադարձ Սև ծով, Ազով տարածաշրջան, իսկ այդ դեպքում Կիևյան Ռուսիայի աշխարհաքաղաքական նախագիծը կունենա բումերանգի էֆեկտ։ Ռուսաստանը պայքարում է Ուկրաինան Եվրատլանտյան ատլասից ազատագրելու համար, բայց ստանում է իր քթիթակ թուրքական զինված ներկայություն։ Միայն պատկերացնել կարելի է, թե այդ դեպքում ինչ շարժ կլինի Մերձվոլգյան տարածաշրջանում և Հյուսիսային Կովկասում, անգամ Աբխազիայում։ Քաղաքականությունը հնուց անտի-խարդավանք է, և եթե Մոսկվան նպատակադրված է ԱՄՆ-ը հակադրել Եվրամիությանը, ապա Բրյուսելն ինչու չպիտի ռուս-թուրքական պատերազմ հրահրի։ Այստեղ արդեն ոչ միայն Եվրամիությունն է հայտնագործություն անում, ոչ Էրդողանը։ Եթե կանխագրված է մեծ դաժանություն, ապա դերակատարներից յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս առավել օգտվել։ Խնդիրն այն է, թե Ուկրաինայում և Նովոռուսիայում ազդեցության փոխարեն Ռուսաստանը Թուրքիային ինչ է առաջարկում։ Հիշեցնում, որ Թուրքիայի Հանրապետությունը կայացել է բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ Կարսի և Բայազետի գրանցման հիշողության քննադատությանը, ներկա իրավիճակում շատ քիչ բան են ասում Էրդողանին։ Մոսկվան թուրքական ընդդիմությանը հակազդելու ռեսուրս և գործիք հակազմ ունի՞ արդյոք։ Պրիախինը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայում նորանշանակ դեսպանին Անկարա է գործուղել։ Թուրքիան լավ երկիր է և հոյակապ առաջնորդ ունի ցուցումով։ Դա երևի ակնարկ է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցում թուրքական գունավոր հեղափոխությանը, Ռուսաստանը՝ նույնպես։ Թրամփը և Պուտինը կարող են արդյոք Էրդողանի օսմանականության հարցում համաձայնության գալ։ Իսկ եթե չստացվի, թուրք-իսրայելական դիմակայության հանդեպ Սպիտակ տունը թիվ 1 դաշնակից ընտրի Նեթանյահուին, այդ դեպքում Մոսկվան Էրդողանին ինչ է առաջարկելու։
Հարավային Կովկասի լոյալ պահնորդություն։